Շարունակում ենք մեր ընթացքը սիրելի հեռուստադիտողներ, մեզ են միացել երկու հրաշալի աղջիկներ։ Ի սկզբանե ուզում եմ շնորհավորել նրանց մի ամսյակի կապակցությամբ, նախ բարև ձեզ, բարի գալուս մեր տաղավար։ Բարի լույս։ Քանի դեռ անուններով չենք ներկայացրել ձեզ, բայց տեսնում եք ինչքան ենք շտապում լավ բաներ ձեզ ասել։ Առաջնորդությունը տալով գեղեցիկին։ Իսկ այս դեպքում գեղեցիկը մեր միամսյակն է։ Այնպես որ այս տոնի շրջանակներում միշտ լինեք սիրված ու արժևորված ամենակարևորը եւ անձնական տիրույթում եւ մասնագիտության մեջ, որովհետեւ մասնագիտության մեջ մեր երիտասարդները, ովքեր նաեւ շատ տաղանդավոր ունեն հրաշալի նորություն։ Հիշելով ուսանողական տարիները, լինելով ապսեի մեջ, այո, ինչպես սիրում ես ասել, ներկայացրու։ Սիրելիներ, մեզ մոտ աղավարում են Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ, ներքին փոթորիկ առողջացային է, չէ՞, շուն վերնագիր արդեն։ Ներքին փոթորիկ ներկայացման դերասանուհիներ Էրիկա Դավթյանը, թույլ տվեք գուշակեմ ով է Էրիկան, դուք, ճիշտ է։ Այո։ Եվ Յուլիա Հարությունյանը, սիրելի Ջուլիա։ Ողջույն էլի, բարի գալուստ։ Նորից բարի լույս։ Ինչպես եք։ Հիանալի, շատ լավ։ Այնպես։ Ես երբ որ տարիները մի քիչ ետ եմ տալիս, մեր ժամանակահատվածում օրինակ ուսանողական կամ երիտասարդական թատրոնը էլի ակտիվ էր, բայց ի ուրախություն ինձ պետք է ասեմ, որ ոչ այնքան, որքան այսօր ունենք ու վայելում ենք թատրոնի ակտիվություն, ինչը շատ հաճելի է պիտի ասեմ, այդ ինչից է գալիս։ Մինչև կներկայացնենք այն թեման, որի շուրջ կծավալենք հիմնական հարցազրույցը, ուզում եմ հասկանալ ինչից է գալիս այսօրվա մեր երիտասարդական թատրոնի ակտիվությունը։ Եվ նույն ինստիտուտի որպես նախկին ուսանող, եւ դուք պատասխաներ, եւ մեր հյուրերը թող պատասխանեն։ Հետաքրքիր է։ Կլսեմ ձեզ, հետո իսկ պատասխան։ Շատ լավ։ Երևի թե միջազգային համագործակցություններն են շատացել։ Ամենակարևորը։ Ամենակարևորը, այո։ Եվ մենք էլ այսօր հենց այդ կապակցությամբ ենք այստեղ, քանի որ ներկայացնել ենք ներքին փոթորիկ ներկայացումը, որը մենք ներկայացնելու ենք ռումինացի մեր ընկերների եւ գոլեգաների հետ միասին։ Իսկ մեր սնունդը հայտնվեց Խաչվերուկեն կիզակետում, երբ անսումային փուլեր, եթե անկեղծ, եւ շատ ավանդական ուսումնական ծրագրերից փոխվում էին արդեն Բոլոնիա համակարգի, Բոլոնիան համակարգի, եւ այդ ժամանակահատվածում նաեւ շատ վերափոխում կար կուրսի վարպետների հետ կապված եւ դա առաջին ժամանակահատված էր, երբ Դավիթ Հակոբյանը օրինակ մեզ մի քիչ տվեց այդ ազատությունը, որ բացի ուսանելու այն 4 տարիների շրջանակներում, երբ պիտի լինենք միայն լսարանում, համենայն դեպս դա մեր վրա այդքան չազդեց։ Ու մենք փորձեցինք դուրս գալ լսարանային տարածքից ու նաև ներգրաված լինել տարբեր նախագծերում, պրոյեկտներում, ներկայացումների մեջ, ինչու ոչ եւ այլն եւ այլն։ Բայց մեզ մոտ անսումային փուլեր, այդ իսկ պատճառով մեր ժամանակներում ամենայն դեպս երիտասարդական թատրոնն այդքան ծավալուն չէր, ինչքան որ մենք հիմա վայելում ենք։ Երանի իրենց։ Այո, Ես էլ սիրով կպատասխանեմ, բայց ցավոք այդ ինստիտուտի ուսանող չեմ եղել։ Սիրելի հեռուստադիտողներ, Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երիտասարդական թատրոնում մարտի 24-ից մեկնարկել է թատերական մեծ ծրագիր, որը շարունակվելու է մինչև մայիսի 16-ը։ Իսկ հա մայիսի 5-ին էլ հենց կկայանա այն ներկայացման առաջնախաղը, որի մասին կզրուցենք արդեն Էրիկայի եւ Ջուլիայի հետ։ Ներքին փոթորիկ։ Եկեք հասկանանք, այո։ Բեմադրել է Ստեֆան Սամֆիրը։ Այո։ Բեմադրել է, այո, Բուլղարացի, ռումինացի ռեժիսոր։ Ինչ բեմադրել, այո, հասկանանք գրական հիմքը, հասկանանք ինչ լեզվով է ներկայացումը լինելու եւ հետո արդեն ձեր ներգրավվածության մասին։ Մինչև Ստեֆանայի բեմադրելը մենք Հայաստանում արդեն անում էինք փորձեր, որպես երբ գնանք Բուխարեստ, այնտեղ մեր պատրաստի ներկայացումը լինի։ Նյութը ընտրվել է Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ Նռանգույնը ֆիլմից մոտիվներով հատվածներ, այսպես ասած։ Բեմադրական աշխատանքների մեջ իր դերը ունի նաև Էրիկան, ով ոչ միայն իր մասնակցությունն է ունեցել դերասանական խաղով, այլ նաև բեմադրական աշխատանքների հարցով օգնել է մեզ։ Իրականում մենք երբ գնացինք Բուխարեստ, այնտեղ իրենք ունեին եւս իրենց պատրաստած ներկայացումը եւ մենք կարողացանք, Ստեֆանը շատ արագ կարողացավ մեկ օրվա ընթացքում կազմակերպել երկու ներկայացումների միքսը եւ վերցնել ամենակարևոր հատվածները ու ստանալ մեկ ամբողջական ներկայացում, որը ի դեպ շատ մեծ ողջավորությամբ այնտեղ ընդունվեց։ Ստեֆանան նույնպես ուսանողուհի է, ձեզ։ Չէ, Ստեֆանը այնտեղի դասախոսներից հայտնի դերասանուհիներից մեկը, ով ուներ կուրս եւ մենք հենց այդ կուրսի հետ ենք այդ շրջանակներում աշխատում։ Ի դեպ հենց այդ կուրսն է Ստեֆանայի հետ մեկտեղ մայիսի 5-ին գալու։ Հրաշալի առիթ է փորձի փոխանակման համար։ Շատ մեծ։ Իսկ հիմա տեսեք դուք ասում եք Փարաջանով Նռանգույն, կարող ենք ենթադրել, որ ներքին փոթորիկը ունի որոշակի ժանրային առանձնահատկություն եւ արդյոք
արդյոք պլաստիկական լուծումները այստեղ ակտիվ են թե ոչ, որովհետև միանգամից բնավ չտեսնելով ներկայացումը, բայց մոտավոր էս պատկերացում ֆիլիսոփայական վերնագրից կարելի է ենթադրել։ Եվ խորհրդանշական ինչ-որ բա պատկերները քիչ բառ այստեղ շեշտը ավելի դրված է հենց պլաստիկայի վրա։ Խոսքային տեսարաններ եւս կան, Սայաթնովայի բանաստեղծություններից հատվածներ ֆրանսերեն եւ հայերեն, իսկ իրենք այնտեղ իրենց ազգային պոետներից ռումիներեն լեզվով, բայց այստեղ խոսքայինը մղվել է արդեն երկրորդ պլան եւ առաջին պլան է եկել սինխրոնությունը դերասանների, մարմնի պլաստիկան, եղել է պլաստիկա։ Ինչու որովհետև ժամանակակից թատրոնի լեզուն է դա թելադրում, թե ամեն դեպքում ունի այլ արդարացում, որ ներկայացումը շատ ավելի շարժման հիմքով է ներկայացվում։ Կարծում եմ մեր դեպքում որպես երկու տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հա, ռումինացիներ եւ հայեր, մենք ընտրեցինք շարժման լեզուն եւ փորձեցինք խոսալ այդ լեզվով, որը մեզ շատ օգնեց։ Երկու ազգի ներկայացուցիչ միավորվում են երրորդ լեզվով ներկայացնելու համար եւ հայերեն եւ ֆրանսերեն միաժամանակ լինելու է ներկայացումը ինչպես է։ Եվ նաեւ լինելու է ռումեներեն։ Իրենց կողմից արդեն ռումեներեն։ Շատ լավ, ուզում եմ ինչ կհասկանանք իհարկե թե ներկայացումը հետո էլի ինչ ճակատագիր է ունենալու, գուցե աշխարհական իմաստով կպտտվի աշխարհում մեկ եւ շատերը հնարավորություն կունենան դիտել ներկայացումը, ամեն դեպքում ուզում եմ հասկանալ շատ կարևոր մի բան։ Մենք խոսում ենք հիմա ժամանակակից թատրոնի արտահայտչամիջոցների մասին, ու պիտի ասեմ, որ իմ ուսանողական տարիներից հետո երևի թե ձեր սերունդը սկսեց շատ ավելի մեծ տեղ տալ շարժման թատրոնին։ Ինչու, որովհետև դուք ու ձեր վարպետները տեսնում եք որևէ բաց դերասանի պլաստիկայի հետ կապված, որը թերի էր բեմում, թե պարզապես կապ հաստատելով համաշխարհային մշակույթի հետ եւ նման նախաձեռնությունների շնորհիվ ունենալով այսպիսի շփումներ, հասկացաք, որ ի վերջո այո, նաեւ պետք է լիարժեք տիրապետենք մեր մարմնին, ինչը չնայած որ միշտ էլ կա եւ կարեւոր մաս է կազմում մեր մասնագիտության մեջ։ Ինչու է հիմա այսքան ակտուալ շարժումը բեմում եկել։ Կարծում եմ դա առաջ է եկել հենց նոր contemporary dance ոճով ժամանակակից պար, այդ իսկ պատճառով հիմա շատ ներկայացումներ հենց Հայաստանում նույնպես այդ ոճը շատ առկա է բոլոր ներկայացումներում, բոլոր նյութերում, դա կլինի ինստիտուտում հենց էտյուդային ինչ-որ վիճակ, դա կլինի հենց արդեն պատրաստի մեծ ներկայացում։ Իսկ սերունդների բախում այս դեպքում չեք նկատել, որովհետև ինչպես փորձը ցույց է տալիս Ձյան, հիմա երբ մենք տեսնում ենք նույնիսկ դիպլոմային կամ նախադիպլոմային աշխատանքներ, միևնույն է տեսնում ենք շատ գեղեցիկ ու ֆանտաստիկ բեմադրված շարժումներ, պլաստիկական լուծումներ, բայց արդյոք մի քիչ ավելի ավագ սերունդը այս ամենին շատ առողջ է նայում։ Իրականում կարևոր հարց է նաև։ Շատ առողջ է նայում, որովհետև հենց ռեժիսորները իրենք առաջարկում են խորեոգրաֆներին, որպեսզի նրանք բեմադրեն հենց այդ պարային պլաստիկ հատվածները, այսինքն այնպես չի, որ բոլոր ներկայացումներում մենակ ուսանողներն են այդ հատվածները բեմադրում, չնայած որ ունենք նմանատիպ օրինակներ նույնպես։ Ռեժիսորները շատ մեծ տեղ են տալիս հիմա խորեոգրաֆներին, ինչը շատ լավ է։ Բայց եկեք խոստովանենք, որ նաև բարդ ժանր է, որովհետև շարժման միջոցով եւ խոսք փոխանցել եւ տրամադրություն փոխանցել եւ միաժամանակ տիրապետել մարմնի շարժումներին, այդ ամենով հանդերձ բովանդակություն փոխանցել, դա բնականաբար շատ ավելի բարդ ֆիզիկական պատրաստություն։ Մարմնի լեզուն դա այն լեզուն է, որը որ հասկանալի է բոլորին եւ որևէ լեզվական խնդիր այդտեղ չի առաջանում։ Դրա համար իմ կարծիքով դա նաև պատճառներից մեկն է, որը շեշտը դրել են հենց դրա վրա ու դա զարգանում է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Շատ լավ, հիմա բացի ներքին փոթորկից եկեք հասկանանք, թե ինչ է կատարվելու ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որը կտևի 2 ամիս, ինչ հետաքրքիր ներկայացումներ կան, ինչպիսի համագործակցությունների արդյունքներ ենք մենք բոլորս միասին վայելելու, տեսնելու եւ ինչ-որ լավ կարեւոր բաներ քաղելու նաեւ այս ամենից։ Եվ ֆրանսերենի հետ հարցը ոնց է լուծվել։ Արդյոք որևէ աշխատանքներ տարվում են, հա, ուսուցման այս երկամսյակի ընթացքում ուսուցում տարվում է, որպեսզի ոչնդոտ չլինի լեզուն։ Այո, մենք հաճախում ենք ֆրանսերենի դասերի, ինստիտուտի շնորհիվ իհարկե։ Ինստիտուտը նաև ունի իտալերենի դասընթացներ, այո, հնարավորություն տալիս այն ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն դրսում իրենց ուսումը շարունակելու եւ նոր լեզու սովորելու համար։ Իդեպ ապրիլի 10-ին ֆրանկոֆոնիայի շրջանակներում ես բոլորին հրավիրում եմ դիտելու Էժեն Յոնեսկոյի դասը ներկայացումը, աբսուրդի ժանր։
որը եւս մենք խաղալու ենք ֆրանկոֆոն շրջանակում։ Ամսի 22-ին ունենք նույն հեղինակի Զառանցյան 2-ով ներկայացումը, կրկին անգամ նույն ուսանողական թատրոնում ժամն ու վայրը անփոփոխ։ Պես որ կարող եք գալ Եվ բոլոր ներկայացումները լինելու են ֆրանսերեն ենթագրերով, հրավիրված են լինելու ֆրանսիացի հյուրեր, այդ իսկ պատճառով բոլորին լինելու է հասու։ Դասը, եթե չեմ սխալվում, երկու հոգուց, երկու կերպարից բաղկացած 3 երրորդը երկրորդական կերպար է, աղախինը ուսուցիչը եւ աշակերտուհին։ Նո աղախինը այստեղ արդեն կապող օղակն է այդ ամեն ինչի, ուսուցչին հրահրողը, սա աբսուրդի ժանր է, որը որ անպայման պետք է գոնե մեկ անգամ նայել եւ հասկանալ, որովհետեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն են հեղինակն է, որ իրեն անպայման պետք է Այդտեղ դուք եւս ներկայացած եք։ Ես աղախնի կերպարում եմ հանդես գալիս, կարող եք գալ։ Դասը ամենայն դեպս իմ ֆավորիտ ստեղծագործություններից մեկն է, այդ իսկ պատճառով միանգամից հետաքրքրություն առաջացրեց ամենայն դեպս։ Շատ լավ, իսկ այս գեղեցիկ ակտիվության մեջ արդյոք մեր ուսանողությունը Թատերական ինստիտուտի իրեն լավ է դրսևորում որ իմաստով։ Ուզում եմ հասկանալ, տեսեք, դուք ընտրված եք այն եզակիներից, ովքեր գնում են, խաղում են, ովքեր ներգրաված են այս ամենի մեջ, այս վարակը լավ իմաստով արդյոք տարածված է ինստիտուտում եւ միտված է նման լավ գաղափարների ինստիտուտի ուսանողության մեծ մասը, թե ամեն դեպքում կան նվիրյալներ, կան ընտրյալներ, ովքեր ուրիշ հայացքով են նայում այս մասնագիտությանը, դրա համար էլ ունենում են հաջողություններ։ Բոլորին է հնարավորություն տրվում, թե դուք ընտրյալ եք թե կամավորության սկզբունքով բոլորի առջև։ Դե հնարավորությունը նախ եւ առաջ տրվում է այն ուսանողներին, ովքեր ունեն որոշակի բազային գիտելիքներ լեզվի մակարդակով, այսինքն անգլերենից բացի գոնե երկրորդ լեզվի իմացություն, այս բaragam նախընտրելի է ֆրանսերեն։ Սա հրաշալի առիթ է միջայնոց։ Ահա, ու իդեպ ինստիտուտը արդեն երկրորդ տարին մեջ կազմակերպում է ուսանողների ճանաչողական այցը դեպի Ավինյոն, Ֆրանսիա։ Ավինյոնը դե Եվրոպայի ամենամեծ թատերական փառատոններից մեկն է, ու մեր բուհի ուսանողները, այն ուսանողները, ովքեր ունեն անգլերենի եւ ֆրանսերենի գոնե բազային գիտելիքներ, հնարավորություն են ունենում գնալ եւ ծանոթանալ այնտեղի մշակութային կյանքին եւս։ Այսպես նայում եմ ձեզ, լսում եմ ձեզ ու հետաքրքիր մի զգացողություն է ինձ մոտ առաջանում, օրինակ իմ ուսանողության տարիներին մենք իսկապես ենթակա էինք մեր վարպետին, մեր վարպետներին, որովհետև այդպես էր կարգը։ Բայց հիմա շատ կարևոր աղբյուրներից լսել եմ, որ ուսանողությունը շատ ավելի համարձակ է, շատ ավելի փորձում են լինել ինքնուրույն, այդպես է թե ոչ, միայն անկեղծ։ Դրությունը համաձայնության նշանը մի անգամ է։ Համարձակությունը դա լավ հատկանիշ է։ Հանդուգն այստեղ կարող ենք ասել, որովհետև ես քո տոնի մեջ մի փոքր բացասական բան նկատեցի։ Բայց չէ որ հենց այդ համարձակությունն էլ ուղղվում է հենց մեր վարպետների։ Բայց ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, կարծում եմ համամիտ եք ինձ հետ։ Եվ այսքան նորարարությունները գերազանցում է ուսուցչին, ուրեմն այդպես է նայ սովորել։ Շատ դեպքերում քննարկում ենք, օրինակ ես անձամբ խորհուրդ եմ հարցնում մի վարպետից իմ ուսուցչից, որ հասկանամ, որ բaragam ես ճիշտ կարող եմ անել եւ չսխալվեմ, որովհետեւ սա այն շրջանն է, որ իմ անձը պետք է գտնի իրեն ու իմ ուսուցիչը ինձ օգնում է շատ հարցերում։ Այս ամենից կարող եք ենթադրել, որ վերջին տարիներին նաև փոխվել է թատերական ինստիտուտի, կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասավանդման մեթոդիկան, թե ոչ։ Միանշանակ, քանզի եկել են արդեն նոր ռեժիսորներ են եկել, մեզ մոտ դաս են տալիս նոր մասնագետներ եւ մենք էլ հենց քանի որ ես ներկա պահին սովորում եմ մագիստրատուրայում մեր բուհում, ես էլ երբեմն ունենում եմ հնարավորություն վարելու դաս, անցկացնելու որոշակի, այո, վարժանքներ ուսանողների հետ, այսպիսով որոշակի թարմություն իհարկե կա, բայց չնայած մեր ռեժիսորները, մեր վարպետները, մեր կուրսղեկերը միշտ էլ լսում են մեր ցանկությանը եւ երբեք ոչ մի արգելքներ չեն դնում։ Իսկ ինստիտուտի պատերից դուրս արդեն գործունեություն ծավալում եք որպես դերասաններ, թե դեռ ոչ։ Ես կատարում եմ կրկնօրինակումներ, մուլտֆիլմերի, ֆիլմերի, դեռևս տենց մեծ գործունեություն չեմ ոնց որ կատարում, բայց կրկնօրինակություն ճանապարհին։ Բայց ամեն ինչ արժևում է միանշանակ։ Ես ներկա պահին նաև մեկ այլ նախագծի մասնակից եմ Սերժ Ավետիքյանի ատելյեի երկլեզու դրամատիկական արվեստանոցի մասնակից եմ։ Մեր փորձերը շատ ծավալուն են ընթանում, յուրաքանչյուր ատելյեի ընթացքում գալիս է նոր ֆրանսիացի ռեժիսոր եւ իր նոր նյութերով եւ իհարկե բարդությունն էլ այն է, որ մենք սովորում ենք ֆրանսերեն տեքստեր բավականին ծավալուն հենց երկուշաբթի գալու է մեր հաջորդ
վարպետը եւ սկսել ենք հերթական աշխատանքը նոր ֆրանսերեն տեքստի վրա։ Այս պահին դժվար, բայց ճանապարհ հարթող իհարկե աշխատանք է։ Հա, բուհը շատ տալիս է այդ մեծ հնարավորությունը ուսանողներին իրենց գտնելու, իրենց ճանապարհը հարթելու Հայաստանի սահմաններից դուրս նաև, որտեղ այս պահին հենց Բուխարեստի նույն ինստիտուտում, որտեղ որ մենք գնացել ենք, մեր կուրսընկերներից 2 հոգի սովորում են այնտեղ, 1 սեմեստր պետք է սովորեն եւ ետ վերադառնան Հայաստան։ Փոխանակման ծրագրով, այո։ Շատ ակտիվ եք, շատ սիրուն եք, շատ համարձակ եք, այդ հրաշալի է պարզապես ու շատ ուրախ եմ նաև, որովհետև վերջին շրջանում քիչ էի հանդիպում թատրոն եւ կինոյի պետական ինստիտուտի հետ, բայց այդտեղով համասարական թատրոնում սկսեցի շատ ավելի հաճախ զգալ ու հասկանալ ինչա կատարվում ինստիտուտում, իսկապես հաճելի է այս ակտիվությունը։ Ձեզ շնորհակալություն, որ ժամանակ գտաք, աղջիկներ, եկաք մեզ մոտ, կիսվեցիք մեզ ձեր հաջողություններով, դրանք թող կրկնապատկվեն եւ մասնագիտության մեջ գտնեք ձեզ համար ամենակարևորը եւ ամենահետաքրքիրը։ Ինչի մասին էլ հենց մեր մասնագիտությունը։ Շնորհակալություն նաև քեզ բառ հիշողություններ պատկերելու համար։ Ու միշտ կերեսկանաք ձեր հաջողություններով։ Հիմա շատ սիրուն եք, ես վստահ եմ, որ լիքը հաջողություն ունեք, դրա համար էլ այսքան սիրուն եք։ Բայց թող կրկնապատկվի ձեր հմայքը։ Դասախոսության է վերածվում արդեն հայկի տեքստերը։ Որտեղ ուրախանում եմ տեսնելով նման հետաքրքիր։ Այո, մեզ մոտ էին Էրիկա Դավթյանը եւ Ջուլիա Հարությունյանը, դերասանուհիներ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ։